Այդքանը։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, դուք ասում եք ԱԱԾ-ն ձեր ենթակայությամբ է գործում, բայց արդյոք արձակուրդի մեջ գտնվող վարչապետին կարելի է ինչ-որ տեղեկություններ փոխանցել եւ վարչապետներ որպես տեխնացու դա կառավարության ժամանակ հայտարարի եւ ամեն դեպքում պատրաստվում եք 200,000 զանգ ունենալ Վլադիմիր Պուտինի հետ այս թեմայով թե չէ, ասել եք 200,000 զանգ է։ Ինչքան։ Հնարավոր է, որ այդ թեմայով Վլադիմիր Պուտինի հետ խոսեք թե չէ, եւ իմ հիմնական հարցերը Այդ հիմնական հարցերը չէր։ Ոսկի ձկնիկի անեկդոտը գիտեք։ 300,000 ադրբեջանցիների թեման այս քարոզարշավի հիմնական բանավեճերից մեկն է։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը գրեթե ամեն օր պնդում է, որ ձեր իշխանությունը նրանց ընդունելու պարտավորություն է ստանձնել եւ ասում է, եթե նման բան չկա, թող Նիկոլ Փաշինյանը կանգնի ու ասի սուտ է։ Հիմա դուք ասում եք սուտ է։ Եվ վերջին հարցը, երբ եք հստակեցում ամեն դեպքում պարոն Փաշինյան, տեսեք, դուք ասում եք սուտ է այդ հարցը հիմա այս բնում չի քննարկվում, թե տալիս եք երաշխիքներ, որ ձեր իշխանության օրոք ադրբեջանցիներ չեն բնակեցվել Հայաստանում։ Տալիս եմ երաշխիքներ, որ ոչ միայն իմ իշխանություն, այսինքն չէ, հենց մեր իշխանության օրոք տալիս եմ երաշխիքներ, այո, տալիս եմ երաշխիքներ։ Ասեք ամբողջական Ինչ։ Եվ պարոն Փաշինյան, շաբաթ-ասկզբին մի տեսանյութ ցուցադրեցիք, որտեղ դիմակայված անձինք սպառնում են, համենայն դեպս հանրությունը ձեր ռիլից դրա մասին տեղեկացավ, եւ ասեցիք, որ գտնելու եք իրենց, իրավաբանները սովորաբար շուտ գտնում են իրենց հապաղումը, որովհետև դեպս պայքարների մանրամասներ չեն հրապարակվում, ընդդիմության այն խոսույթն է, որ շատ լավ դառնում, որ սա իշխանությունն է կազմակերպել, քաղաքական դիվիդենտներ հավաքելու, հանրության մոտ հուզական պրոցեսներ առաջացնելու եւ ռեպրեսիաներ կիրառելու համար։ Եվ մենք կարճ ասել, պարոն Փաշինյան, ձեր խոսույթի հետ կապված կզեցնել, չոքացնել, տոներով տալ, կողել եւ այլն, երբ դուք նման խոսույթ եք կիրառում, հիշում եմ 2025 թվականի դեկտեմբերի 2-ի ձեր ֆեյսբուքյան գրառումը, որտեղ ասում եք, երբ հայերենքին հայերենքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանեմ, խնդրում եմ դա չտալել որպես թուլություն կամ վախկոտություն, այն նվիրվածություն մեր իսկ ընդունած էթիկայի կանոնակարգին, դուք այսպես ով եք նվիրված ձեր իսկ ընդունած էթիկայի կանոնակարգին, պարոն Փաշինյան։ Նախ ես ձեր հետ չեմ հասցնում գրի առնեմ բոլոր հարցերը։ Զանգ, գիտեք, զանգ միշտ էլ կարող է լինել։ Այսինքն դա աշխատանք է, հարգելի գործընկերներ։ Այսինքն զանգը ես 200 զանգի համար ինչի համար եմ ասում, որտեղ դա այսինքն աշխատանքի մասը ամենօրյա։ Եվ զանգը լինում է ըստ անհրաժեշտության, ըստ պատահության։ Կարող է լինել, կարող է չլինել։ Երկրորդ հարցը, որ ես արձակուրդի մեջ եմ, լավ ես արձակուրդի մեջ եմ, ուրեմն ինչ եք ինձ հարցնում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին։ Ես էլ կարամ ասեմ, ես արձակուրդի մեջ եմ, ես տեղակ չեմ, ինչ է կատարվում ընդհանրապես։ Այսինքն հասկացան, որ արձակուրդի մեջ եմ, բայց վարչապետն եմ, չէ՞։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը վարչապետ ունի, թե չունի։ Բնականաբար, ասենք, ինձ ամեն օր զեկուցվում է իրադրությունը, բայց տեղյակ չլինեմ։ Թիմակի հետ կապված, ես կարծում եմ մենք անձանց շրջանակը պարզաբանել ենք մոտավոր եւ ըստ էության այն անձինք, որոնք մենք կարծում ենք, որ այդ տեսանյութի մեջ են, իրանք 2024 թվականից Հայաստանում չեն։ Սա բայց օպերատիվ տեղեկությունն է, որովհետեւ մենք ապացույց չունենք, մենք անազգանուններ ունենք եւ այդ անազգան բնականաբար եթե նրանց
հայտնաբերելու ուղղությամբ ջանքեր են գործադրել եւ տեսել են, որ նրանք 2024 թվականից Հայաստանում չեն։ Եվ ավելին նախկինում մեծ հավանականությամբ նրանք այլ գործերով մեր հետաքրքրության տիրույթում են եղել։ Մասնավորապես հնարավոր է ապօրինի վարձկանության, տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն իրենք։ Հնարավոր է, բայց սա ընդհանրապես օպերատիվ տեղեկություն է։ Սուտ է։ Մի անգամ ասցի, ճիշտ է, ասցի ասելա կալուգացի օլիգարխ ասելա Թովնիկոլ Փաշինյանը կանգնի ասի, որ սուտ է, ես նստած ասեցի։ Ես նստած ասեցի, որ սուտ է եւ երաշխավորում եմ, թե չեմ երաշխավորում, այո, երաշխավորում եմ եւ դա կապված է նրա հետ, որ ես ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է, Ղարաբաղի հարցը չի շարունակվելու, վերադարձի թեմա Ղարաբաղ չի լինելու, վերադարձի թեմա Նախճեվան չի լինելու, վերադարձի թեմա Բաքու չի լինելու, վերադարձի թեմա Սումգայիթ չի լինելու, վերադարձի թեմա Կիրովապատ չի լինելու, եւ վերադարձի թեմա Եվլախ չի լինելու, վերադարձի թեմա Գետաշեն չի լինում եւ այլն եւ այդպես շարունակ։ Այո, երաշխավորում է։ Դա անհեթեթ թեմա է։ Դա կոնֆլիկտի թեմա է, դա խաղաղության թեմա չի։ Եվ սա այնքան ակնհայտ է, ես նույնիսկ զարմանում եմ, որ այսինքն դուք ասացիք հիմնական թեմաներից մեկն է քարոզարշավի։ Այսինքն դա ինձ համար նորություն է, որ դա հիմնական թեմաներից մեկն է քարոզարշավի։ Կրկին սուտ է եւ երաշխավորում է։ Քյարքի անունը Google Maps-ում նոր չի հայտնվել, միշտ է եղել, միշտ եւ մնացած։ Էլի հարցեր։ Խոսույթի հետ կապված հա 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, բայց ամեն չափ սահման ունի։ Ես օգտագործել եմ այն բառապաշարը, որ իմ դեմ է փորձել, իմ դեմ են օգտագործել։ Դե դրա համար ես ասում եմ, որ այդ հարցի լուծումը մեկն է, ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան, Հայաստան դաշինք ուժերը պետք է խորհրդային չանցնեն ուղղակի եւ դա շատ իրատեսական խնդիր է։ Շատ իրատեսական խնդիր է։ Եվ հակառակ դեպքում չի լինելու, որովհետև այդ մարդիկ փաստակ չունեն, էլի տենց ինչ որ անընդհատ ինչ որ բաներ են խոսալու եւ հա կարելի է մի անգամ, երկու անգամ, 3 անգամ, 10 անգամ, 20 անգամ, 100 անգամ, բայց այսինքն դա չի կարող հավեր շարունակվի։ Եվ ես ասում եմ, այդ դոզան էլի կուտակվելու է եւ հակադարձվելու է։ Ես չեմ պատրաստվում ամեն օր անեմ դա, բայց դա ի վերջո հասկանում եք օբյեկտիվ իրականություն է։ Հազար ներողություն, որ ձեր վրա եմ օրինակ վերում, բայց ես ձեզ ամեն օր անընդհատ այդ նույն բանը ասեք, դա մի օր կասեք, դե լավ, դե սենց է, երկրորդ օրը, բայց մի օր բան կանեք, չէ՞, մի օր կասեք, լավ, ամեն ինչին չափսանում կա։ Այսինքն ցանկացած մարդկային հարաբերության մեջ այդպես է։ Ցանկացած քաղաքականությունից դուրս է։ Ցանկացած մարդկային հարաբերություն, երկու մարդու ցանկացած հարաբերության մեջ տենց է։ Որտեվ հա դուք կարող եք շատ կրթված լինել, շատ կոռեկտ լինել, դուք ձեզ համար ունենաք էթիկայի որոշակի բաներ, կանոններ, բայց մի X պահ կա, որ ասեք հա լավ հասկացանք։ Այս աշխարհում մենակ ես ունեմ էթիկայի կանոնագիրք։ Այդ էթիկայի կանոնագիրքը իմիջայլոց, եթե հիշում եք, ես 2025 թվականի հունիսին չէ, ավելի ուշ, ես ասացի եկեք դադարեցնենք դա։ Բայց այդ առաջարկը բան չստացավ, արձագանք չստացավ, եւ նույն ձևի շարունակվեց եւ շարունակվում է։ Պարոն Փաշինյան, որքան էլ արձագանքություն է դեպքում, բայց հայ-ռուսական